Ես ուզում եմ հիշեցնեմ, որ Սյունիքի հետ կապված մտավախություններ 90-ականների սկզբից են ընչում։ Եթե դուք 90-ականների սկզբի մամուլը արխիվում գնաք տեսնեք, այնտեղ կտեսնեք, որ գրեթե ամեն շաբաթ խոսում են ինչ-որ ծրագրի մասին, որ մեր իրականության մեջ հայտնի է Գոբլի ծրագիր անունով, որ ծրագիր կա, որ Սյունիքը Հայաստանից անջատեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Եթե նույնիսկ եղել այդ ծրագիր, եթե նույնիսկ եղել է նման ծրագիր, այդ ծրագիրը այլևս չկա, այդ ծրագիրը այլևս չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը, եւ այս առիթով բոլորիդ նույնպես շնորհավորում եմ, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը երաշխավորել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչելով, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այո, ընդդիմությունը ինչ է ասում է Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլայական չի ոնց է ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այո, ասել եմ ժողովուրդ ջան, ասել եմ, որովհետև վարչապետ եմ ընտրվել եւ իներցիայի մեջ եմ ընկել եւ նաեւ հավատարիմ ու նվիրված եմ եղել այն գաղափարներին, որոնցով մենք 30 տարի ապրել եւ դաստիարակվել ենք, բայց դեռ գիտեք ինչն է, մի կարևոր առանձնահատկություն, դա ասել եմ եւ դրա արդյունքում է, որ հասկացել եմ եւ իրար հետ հասկացել ենք, որ թակարդի մեջ ենք։ Ինչի՞, որովհետեւ տեսեք, եթե մենք կամավոր նույն տեղում, նույն կետում կանգնած ենք, պատկերացրեք դուք նույն կետում սենց կանգնած ենք մի տարի, ոչ աջ ենք ուզում գնանք, ոչ ձախ ենք ուզում գնանք, ոչ առաջ ենք ուզում գնանք, ոչ հետ ենք ուզում գնանք։ Չէ, սենց կանգնած ենք։ Եթե մենք թակարդի մեջ ենք, մենք չենք հասկանա, որ մենք թակարդի մեջ ենք։ Որտեղ մենք կանգնած ենք, մենք չենք ուզում շարժվենք ոչ մի ուղղությամբ։ Չէ, եթե մեր ոտերը կապած է, բայց մենք կանգնած ենք, մտքներով չի էլ անցնում, որ մենք քայլ առաջ անենք, քայլ հետ կամ քայլ աջ, քայլ ձախ։ Մենք էլ մի օր ասում ես, լավ, ես ինչի եմ այս կետում կանգնացել, փորձեմ մի քայլ առաջ անեմ։ Ոտը ուզում ես առաջ տաս, դեռ մեզ չի գնում ոտը։ Ասում ես, ես ինչ է, հələ մեկ ձախ անեմ։ Ոտը դու ուզում ես ձախ տանես, դեռ մեզ չի գնում ոտը ձախ։ Ասում ես, լավ, մեկ աջ անեմ, ձախ աջ ցույց տվի, աջը ձախ։ Դուք ձեր կողմից լավ։ Մի հատ ձախ անեմ, ոտը դու ուզում ես շարժես, դեռ մեզ չի շարժում ոտը։ Ասում ես, լավ, գոնե կարամ հետ գնամ, ուզում ես հետ գնաս, դեռ մեզ չի շարժում։ Արա մեկ է նայում ես, ոտերդ շղթաների մեջ են, ոտերդ ու դու, քանի որ 30 տարի նույն տեղում կանգնած ես եղել, ախր այդ կինո ես զարմանում եմ, մեր Հայաստանում ոնց են տեսել շատ։ Բանը Շոու Տրումենա ֆիլմ կա, տեսել եք, ով է տեսել այդ ֆիլմը ընդհանրապես, տեսել եք ժողովուրդ ջան։ Սորոբեր հետաքրքիր այնքան լավ ֆիլմ է, որ ճիշտ ասեմ, ես էլ եմ մի 5 տարի առաջ եմ տեսել այդ ֆիլմը, բայց ինչքան հասկանում եմ 90-ականների։ Ես ասելով Արցախը Հայաստանը եւ վերջ, այդ շարժումն է, որ մի ուղղությամբ հələ գնանք, առաջ գնանք։ Բայց տեսել եք չեն կարող առաջ գնանք, բայց լավ աջ գնանք։ Չի լինում աջ գնալ, ձախ, էլի չի լինում, հետ, էլի չի լինում։ Հետո նայել եմ մեր ոտերին, տեսել եմ շղթաներով կապած է մեր ոտերը։ Եվ այդ պայից ասկսել Հայաստանի իրական կամ անկախության աստիճանի բարձրացման process-ը, այդ դժվար ճանապարհով, այո, դա նաև առաջնորդի առանձնահատկությունը, որ ասի են, ինչ որ ուրիշները չեն համարձակվում ասեն, եւ դրանից անի հետեւություններ, ինչ հետեւություններ, որ ուրիշները չեն համարձակվում, կամ դա իրանց գործը չի, դա ձեր գործը չի, հասկանում եք, դա իմ գործն է, եւ ես արել եմ իմ գործը հասկանալով թակարդը եւ հասկանալով թակարդից դուրս գալու անհրաժեշտությունը, եւ ես այսօր եկել եմ ձեզ զեկուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս թակարդի մեջ չի, Հայաստանի Հանրապետությունը այլևս թակարդի մեջ չի։ Հիմա էլ նոր խոսույթ եմ բերել, Կալուգացի լրտեսը միլիոններ է ծախսում, որ խոսույթ տանի, օրակարգ է ստեղծում
300,000 ադրբեջանցու վերադարձի։ Ոնց որ ժամանակին ասում էին, որ ես պայմանավորվել եմ միջանցք տամ, եւ ասում էին պայմանավորվել խոստացելա չի տալիս դրա համար է կռիվը լնում։ Գիտեք ինչ էին իրանք ուզում անեն։ Ուզում էին այդ ալիքի վրա Հայաստանում իշխանափոխություն անեն, որ հետո գան ասեն դե նա է խոստացել, հիմի պետք է խոստա, իրա խոստում պետք է ուզած կատարենք, որ պատերազմ չլինի։ Նախ մենք բնականաբար չենք խոստացել, եւ ես բացեք նայեք 20 թվականի նոյեմբերի ուղերձները, քանի որ թել են ժամանակվանից թել, առաջին օրից ասել եմ նման բան չկա եւ չի կարող լինել, եւ այսօր դա իրականություն է դարձել, չկա միջանցքի թեմա, հիմա էլ դրանից բրծանք 300,000 ադրբեջանցու թեմա, այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ։ Մենք այդ թեման փակել ենք անդառնալիորեն 2024 թվին, ասելով, հայտարարելով Լեռնային Ղարաբաղի շարժման ավարտի եւ շարունակելու մասին։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Հիմա իրանք բացում են եւ ղարաբաղցիների վերադարձի թեման, դրանով իսկ բացում են նաեւ փորձում են բացել մյուս թեմաները։ Մենք դա թույլ չենք տալու։ Իրանք թույլ չեն տալիս նաեւ, որ Ղարաբաղի ժողովուրդը ի վերջո հանդարտվի։ Իրանք քիչ չի, իմիջայլոց, իրանք նաեւ եւ ոչ միայն իրանք, տարիներով, տասնյակ տարիներով Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահել, գիտեք ինչի համար, այդ միջանցքը ստանալու համար, որ իբր Լաչինի միջանցքի դիմաց, պետք է մի հատ Մեղրիի միջանցքը լինի։ Մենք ենք կասեցրել այդ ծրագիրը, ես եմ կասեցրել այդ ծրագիրը, Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է, որովհետև եւ միշտ լինելու է, որովհետև ես ամենադժվար պահին պինդ կանգնել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության դիրքերում, եթե մենք շարունակեինք, եթե իրանք բան են ասում, Լաչինի միջանցք էին ասում, իբր իրանք օրակարգ են բերել տենց մեծ հարց, Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար եւ ես եմ կանգնեցրել այդ թեման, Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է։ Իրանք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել, իշխանափոխություն են արել, հեղաշրջում են արել, եւ ահա, այդ սրանք, այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը, դրանք Մեղրին տվողների խումբն է, եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ 10 տասնամյակով բաց նստեն, տվեք ինձ այդ մանդատը, ես ասում եմ, բոլոր գծերը անցել են, Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, են բելարուսացի են մեկը, պետքա նստեն բանտ, ինձ տվեք այդ մանդատը, նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում, այդ պլանը իրագործելու համար, եւ ես ձեզ ասում եմ, նրանք Մեղրին տվողներն են, ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Մեղրին Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է, սրա մասին այս ընտրությունները։